Ողջույն բոլորին, ուրախ ենք ձեզ ողջունել Գեղարվեստության ազգային կենտրոնից համահայկական նկարչական մրցույթ փառատոնի շրջանակում։ Ինչպես գիտեք, այս տարի մի փոքր փոխվել է ձևաչափը եւ դրա համար առցանց տարբերակով ենք մենք շփվում եւ բնականաբար ցուցադրությունն է անցնելու առցանց տարբերակով։ Կխնդրեմ մի քանի րոպե սպասել, սպասենք տեսնենք եթե այլ մասնակիցներ եւս կմիանան ու միանգամից սկսենք մեր հանդիպումը։ Գեղագիտության ազգային կենտրոնից, ինձ հետ է մեր մասնագետը, մեր սիրելի կարպետագործության Գոհար Թադևոսյանը, Գեղագիտության ազգային կենտրոնի բազմամյա ուսուցչուհի, ով իր վաստակով, իր փորձով կիսվելու է մեզ եւ ներկայացնելու է կարպետագործության գաղտնիքները։ Հիշեցնեմ, որ մենք հանդիպում ենք համահայկական նկարչական մրցույթ փառատոնի շրջանակում, այս տարի ընտրվել է առցանց ձևաչափը հասկանալի պատճառներից ելնելով եւ վստահ եմ դուք տեսել եք արդեն հոլովակները, որ մենք պատրաստել մրցույթի շրջանակում այսօր մեր վեբինարի առաջին հանդիպումն է Տիկին Թադևոսյանի հետ, որի ընթացքում կներկայացվի խորագիրը մրցույթի եւ թե ինչ ուղղություններով հնարավոր կլինի ստեղծագործել, իսկ ահա հաջորդ վեբինարի ընթացքում ավելի պրակտիկ հարցերին կանդրադառնանք եւ ցույց կտանք թե ինչպես է գործվածքը ստեղծվում եւ այլ մանրամասներ։ Տիկին Գոհար, խնդրում եմ ներկայացնել ընդհանուր առմամբ առանձնահատկությունները եւ ողջույններս, բարև սիրելիներս, ինչ արդեն ներկայացվեց Արիսիկը Գոհար Թադևոսյանն է, բայց այնտեղ գրված է Հարությունյան։ Ես այսօր ուզում եմ խոսել ձեզ հետ Հայաստանի արվեստի ինքնատիպության մասին։ Ես գիտեմ, որ լրացվել են հայտեր են ներկայացրել, ովքեր ուզում են կարպետագործության մասին լսել, բայց ես կուզենամ մի փոքր պատմության անիվը հետ շրջենք, մոտենանք մեր արմատներին, քանի որ մեր հանդիպումը տեղի ունենում մեր պետականության անկախության 30-ամյակի տարեդարձին ընդառաջ, փորձենք վերադառնալ, որտեղից ենք գալիս, ուր ենք գնում, ինչ ուղղություններ ունենք զարգանալու։ Հայաստան աշխարհի մասին եմ ուզում ասել, Հայաստան աշխարհը իր ինքնատիպությամբ շարունակում է մնալ, այս փոքրիկ եմ տեսնում, շարունակում է հազարամյակներ մնալ համաշխարհային պատմության մայրուղիների ոլորտում, իբրև հին աշխարհի անկախտելի մաս, իբրև հին աշխարհի նշանակալից մի օջախ։ Արևելքի եւ արևմուտքի սահմանագծում գտնվող հայոց երկիրն անվերջ ենթարկվել է ասպատակությունների, արշավանքների թատերաբեմ է դարձել Հայաստանը։ Մրիկի պես ներխուժել են պարսիկները, բյուզանդացիները, հռոմեացիները, արաբները, մոնղոլ սելջուկները, ամեն մեկը ցանկացել է բնաջնջել ժողովրդին եւ առաջի հերթին նրա հոգեվոր արժեքները, մշակութային արժեքները։ Մեր մագաղաթյա մատյանները, որոնք անպատմելի դժվարությամբ ճրագի լույսի ներքո վանքերին կից գրչատներում ծաղկեցրել են մեր մատենագիրները։ Մեր ժողովուրդը այդ անհամար արշավանքներից դժվար թե դիմանար ու գոյատևեր, եթե չունենար սրի հետ մեկտեղ ավելի զորավոր մի բան, գիրը, դա գիրն էր, գրականությունը, դպրությունը եւ այդքան ավերածությունների հետ մեկտեղ մեզ հասել է շուրջ 25,000 ձեռագիր մատյաններ, որոնք մեր ժողովրդի տոկունության հարատևման գաղտնիքի բանալին են իրենց մեջ պարունակում եւ մեծերը լավ են գնահատել մեր հոգեվոր արժեքները։ Վալերի Բրյուսովը ասել է այդ ձեռագրերը, ձեռագիր մատյանները հայ ժողովրդի ազնվազարմության վկայագիրն են։ Եվ արարչագոց ժողովուրդը հաճախ այրել են, թալանել են, կողոպտել են հայ կանանց եւ արեստավորներին տեղահանել են, հասկանալի է ինչ նպատակով, որ զարգացնեին տնտեսությունը այն քաղաքներում, որ իրենց ներ պատկանում։ Եվ քանիցս հայ ժողովուրդը նորից ստիպված է եղել կրակի մոխիրներից վեր հառնել, ինչպես Փյունիկյան մի թռչուն, նորից վերակերտել իր տունն ու իր մշակույթը։ Իր լեզուն, իր կրոնը, իր իսկ կյանքը փրկելու անձնազոհ նվիրումը թելադրել է բարոյական ուրույն գծեր եւ
ամենաբնորոշն այդ թե շփոթեցի ինքնատիպության մեջ ներողություն կարող եմ չեմ կարող չէ Ես մի ուղղակի լրացում անեմ, եթե կարելի է, մեր այս տարվա մրցույթը փառատոնը անցկացվում է հայոց պետականություն ինքնաճանաչում խորագրով, այդ իսկ պատճառով հորդորում ենք ձեզ, խնդրում, որպեսզի ձեր աշխատանքները եւս լինեն այդ թեմայի առնչությամբ։ Իհարկե դուք եք ընտրում պատմական, եթե որևէ դրվագ եք ցանկանում ներկայացնել կամ որոշակի սիմվոլներից եք օգտվում հայկական խորհրդանիշներից, այդ ամենը ուղղակի չենք կոնկրետացնում, որ կոնկրետ սիմվոլների շուրջ է պետք ստեղծագործել պատմական որ ընթացքի վերաբերյալ, կարևոր է թե կոնկրետ ոնց եք դուք ընկալում, ձեր աշակերտները ընկալում հայոց պետականությունը, ինքնաճանաչումը, ինչպես եք կարողանում դա արտահայտել, ինչ սիմվոլների, ինչ խորհրդանիշների, ինչ կերպարների կամ պատմական որոշակի դրվագների միջոցով, իսկ բնականաբար այդ ամեն ինչն էլ մեր հրաշալի կարպետի առանձնահատկությունների, որովհետև ինչպես Տիկին Գոհարը նշեց, շատ հաճախ առավել քան սուրը կարևոր է եղել եւ համախմբող նշանակություն է ունեցել մեր մշակույթը։ Մեր մշակույթը մեզ համախմբել է տարբեր դարաշրջաններում եւ պետք է համախմբի նաեւ այսօր անկախության համատեքստում, այս պարագայում հոբելյանական 31-ի համատեքստում, այնպես որ պետք է ձեզ հորդորենք, որպեսզի ձեր աշխատանքները լինեն հենց այս համատեքստում։ Մենք ունենանք մեկ վեբինար, հաջորդ վեբինարը ավելի կոնկրետ Տիկին Գոհարը իհարկե կշարունակի, ուղղակի ես հիշեցնեմ, որ հաջորդ վեբինարին ավելի կոնկրետ պրակտիկ աշխատանքներին ենք անդրադառնալու եւ իհարկե այսօրվա հանդիպման ավարտին էլ, եթե դուք ունենաք հարցեր, Տիկին Գոհարը սիրով կպատասխանի։ Խնդրեմ, շարունակենք։ Ուրեմն սխալված չենք լինի ասելու, որ մեր մշակույթը ժողովրդին միավորող գոտեպնդող հիմնակարն է եւ ոսոխը դա հասկացել է եւ հասկանալով էլ ոչնչացրել է մեր մշակութային արժեքները։ Իր ինքնատիպությամբ արժեքավորվող հայկական մշակույթը ստեղծել է հնագույն քաղաքակրթությանը պատկանող մի ժողովուրդ, ով հաճախ է մարտնչել օտար զավթիչների դեմ պայքարելով իր ազատությունը եւ քանիցս ուժերից վեր այդ կռվում կորցրել է իր պետականությունը, սակայն միշտ հավատարիմ է մնացել իր ազգային դեմքը պահպանել, իր ազգային հատկանիշներին։ Ուրեմն իր լեզուն, իր կրոնքն, իր կյանքը ինքնազոհ պաշտպանելու ինքնազոհ նվիրումը հայ ժողովրդի մեջ բարոյական ուրույն գծեր է մշակել, թելադրել գեղարվեստական յուրատիպ մտածողություն։ Ամենաբնորոշն այդ մտածողության մեջ առնական զսպվածությունն է, արտաքին խստությունն ու լակոնիզմը, մենք կարող ենք ցույց տալ Նորավանքի եկեղեցին, ունենք մեկ քանի Տեսեք, սա ուրեմն Նորավանքի երկհարկ դամբարան եկեղեցին է, որը վարպետ Մոմիկի վերջին գործը եղավ։ Այն առանձնանում է կառուցողական միասնականությամբ եւ մանրամասների գեղեցիկ հարդարումով կարող ենք նրան դասել միջնադարյան ճարտարապետության լավագույն կառույցների շարքը։ Ընդհանրապես հայ ճարտարապետության մասին ճարտարապետությունը, հատկապես միջնադարյան ճարտարապետությունը լայն ճանաչման ու գնահատանքի է արժանացել դրսում։ Մեր վարպետները շատ գեղեցիկ ձևով ունեցել ենք շատ ճանաչված ճարտարապետներ, Մոմիկ, Մանվել, Տրթատ եւ Մոմիկը նրանցից Նորավանքի դամբարան եկեղեցին նրա վերջին աշխատանքը դարձավ։ Այս աստիճանները առաջ եղել են փայտյա աստիճաններ, սա նշանավոր օրբելյան իշխանների ուրեմն դամբարանատուն այստեղ եկեղեցական համալիր էր, կողքում էլ կար, որ ոչ մեկ իրավունք չուներ այստեղ մտնելու եւ մյուս եկեղեցական համալիրում կան օրբելյան իշխանների դեռ մյուսի վրա, հետո կխոսենք սրա մասին,
Ուրեմն հուղարկավորություն է կատարել այս տոհմի պատկանող մեծատոհմիկ իշխաններին, բայց հետո քրիստոնեությունը արգելեց ներսում հուղարկավորությունները եւ այս դամբարան երկհարկանի դամբարան եկեղեցին մոմիկը մինչ այդ էլ է եղել նման կառույցներ, բայց մոմիկը անդրադարձավ սրան, որ բարձրանում էին տախտակներով, ուրեմն աղոթքի, հոգեվոր այրեր աղոթքի, իրենց նախնիների համար եւ հետո իջնում են ու այդ փայտյա աստիճանը վերցնում են, վերացնում են։ Սա հետագայում է կառուցվել։ Մոմիկի մասին քիչ տեղեկություններ են մեզ հասել, նրա ծննդյան թիվը անհայտ է, բայց մահացել է 1333 թվականին։ Մի փաստ նշեմ, որ նրա ստեղծագործական տարիները համընկան Սյունիքի համար այդ մոնղոլ թաթարական կղզիացումներ են եւ տեղանքի վայոց ձորի, ինչպես Տաթևի վանքի եւ հատկապես մոմիկի մանրանկարչական դպրոցի վրա իրենց դրոշմը ունեցան եւ սա այս ճարտարապետական կոթողը մեր ճարտարապետության կարապի երգը դարձավ, այսինքն դեպի մարում էր գնում, որտեղ մոնղոլները շատ դաժանաբար էին վերաբերվում, անգամ միտեղ գրքերի ձեռագիր մատյանները կույտ էին արել ու այրում էին եւ հռհռում էին այդ կրակների ճարճատումից նրանց բայց չնայած դրան 25000 շուրջ դրա մասին չխոսեցի, չէ, 25000 ձեռագիր մատյաններ են փրկվել եւ այժմ գտնվում են մեր սրբությունների սրբոտ մատենադարանում եւ դրանք մեր ժողովրդի հավերժության դիմացկունության ուրեմն գրավականն են, առավատյան են։ Հաջորդը մոմիկի խաչքարի վրա կանգ առնենք, այստեղ մոմիկի խաչքարն է փայտի վրա է հատել։ Ընդհանրապես ինչպես բոլոր լավ վարպետները, նրանք մոմիկն էլ մի քանի ժանրի մեջ է աշխատել։ Սկզբից նա մի քանի ձեռագիր մատյաններ է ծաղկեցրել եւ նրանցից մեկում Աստծուն խնդրում է աչածս լույսը չմարի, այսինքն այդ գրքերը, ձեռագիր գրքերը շատ դժվարությամբ էին տրվում ջրակի լույսի տակ եւ տեսողությունը վատանում է, նրանից հետո ինքը անցնում է խաչքարերի եւ ճարտարապետական ուրեմն կառույցների Նրան են պատկանում Տաթևի Սուրբ Գրիգոր եկեղեցին, Արենի, Զորաց եկեղեցին եւ Նորավանքի խաչքարերը եւ այդ գեղեցիկ միակառույցը։ Հայ ժողովրդի արվեստին բնորոշ էր միակերպության մեջ բազմազանության հասնելու, այ եթե ուշադրություն դարձնենք այս խաչքարի զարդի վրա 8 անկյուն է, մեջը բոլորի ամեն մեկը տարբեր է, այս բազմազանությունը ամենտեղ է դրսևորվում, թե գորգերի, թե կարպետների մեջ, իհարկե կողքը կրկնվում են նույնը, որպեսզի հավասարակշռությունը պահպանի։ Այս հրաշք խաչքարը գտնվում է Էջմիածնի թանգարանում եւ տեղացիները կամ հյուրերը եթե կան կարող են ուրեմն այնտեղ հանդիպել այս գեղեցիկ գործին։ Ներողություն Տիկին Գոհար, հարգելիներ ցանկանում ձեր ուշադրությունը գրավել, թե ինչու է Տիկին Գոհարը պատմում տարբեր կոթողների մասին, խաչքարերի որոշակի սիմվոլների մասին։ Այս ամենը կարող է զուգահեռ կարող եք զուգահեռներ անցկացնել, ոգեշնչվել եւ իհարկե դրա ազդեցություններ կարող ենք տեսնել ձեր աշխատանքներում, որոնք պետք է դուք ներկայացնեք մեզ լուսանկարների տեսքով, ուղարկելով այն էլեկտրոնային հասցեներին, որտեղից ստանում եք նամակները Գեղագիտության ազգային կենտրոնի հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում։ Այսինքն ընդհանուր թեմաները այսօր ծանոթանալով թեմաներին, հնարավոր զուգահեռումներին եւ այլն, դուք կարողանաք ստեղծագործել, կատարել ձեր աշխատանքները, լուսանկարել եւ ուղարկել մեզ։ Լավագույն աշխատանքները կներկայացվեն վիրտուալ ցուցադրության ընթացքում։ Բայց ափսոս որ մենք իրենց չենք տեսնում։ Այո, Լուիզան եւ Գայանեն, ովքեր այս բանի մեզ միացած են, չեն միացրել տեսախցիկները Տիկին Գոհար, այդ պատճառով մենք չենք տեսնում, բայց եթե ցանկություն լինի, խնդրում եմ միացեք Տիկին Գոհարը սիրով կշփվի ձեզ հետ։ Ուրեմն եկեղեցուն նորից խնդրում եմ տեղափոխեք։ Ուրեմն հայ ճարտարապետի մտքի թռիչքը ապշեցնում է ինձ, ինչպես են կարողանում այս տեղանքի հետ անձեռակերտի եւ ձեռակերտի ներդաշնակությանը հասնել, որ բնորոշ է մեր հայկական ճարտարապետությանը, այդ լանդշաֆտի հետ շատ հրաշալի ձևով ներկայացնելու համար։ Ծավալով փոքր ու պարզ կառույցները իրենց մեջ խտացնում են հոգեկան մեծ զորություն եւ տոգորված են հուզականությամբ։ Եվ հայկական արվեստի շրջենք Սասունցի դավթին, Ես կուզենայի մեր երեխաները կենտրոնի Սասունցի դավթի էպոսի նկարազարդել են,
ժամանակ չեղավ այդ նկարներից դնել, բայց ոչինչ։ Մեր մշակույթին ի հակադրություն այդ թափահած այրանգետերին բնորոշ է բարությունը, լույսի հանդեպ հավատը, եւ այս Սասունցի Դավիթ էպոսը ծնվել է նույնպես օտար զավթիչների դեմ մղած պայքարի հիմքում։ Սասունցի Դավթի մասին տեղեկություններ կան դեռ 16-րդ դարից, երկու ճանապարհորդներ են լինում Հայաստանում, լինում են նաև Սասունում եւ նրանք բանավոր լսում են էպոսի մասին, բայց միայն 1939 թվականին Գարեգին Սրվանցյանը, մեր հրաշալի բանահավաքը, մի քանի հոգու հանձնարարում է տարբեր ճյուղերի, դա Սասունցի Դավիթ էպոսը բաղկացած է 4 ճյուղից, նրա տարբեր մշակումները կան, բայց հավաքում են այդ 4 ճյուղը եւ հրատարակում հավերժ կորուստյան մատնվելուց փրկվում է մեր Սասուն Դավիթ էպոսը 1939 թվականին հազարամյա Հոբելյաններ։ Օրինակ որ ասում են բարությունն է բնորոշ, այն մի հեքիաթը կարելի է, հա։ Հեքիաթի կերպարները մեր երեխաները նաև գեղանկարչական աշխատանքներ են անում, ստեղծում։ Ներկայացնենք ձեզ այն աշխատանքը ինչի մասին ասում է Տիկին Գոհարը բարության էլեմենտների, ընտրեմ, կռիվ է, միամիտ, միամտության, անցնենք բանին այդ Գրիգոր Լուսավորչին, ես ներկայացնում ու դուք ցուցադրեք, շատ շնորհակալություն։ Բոլորիս հայտնի է, որ 301 թվականին հայերը առաջին էին, որ քրիստոնեություն ընդունեցին Գրիգոր Լուսավորչի քարոզչական գործունեության եւ քաղաքական իրավիճակից ելնելով, ինչպես նաեւ Տրթատ 3-րդ արքայի ուրեմն ջանքերով նա էլ մկրտվեց իր ընտանիքով ու ժողովրդով։ Քրիստոնեություն ասելով, երբ Մաշտոցը ոսկե տղենիկ տառերը գրեց, իջացնենք արդեն, ինքը շատ գեղեցիկ գործ է, զարդագոտի է, այսինքն գունանկարչության մեջ նույնպես զարդագոտիկ է, սա իմ վաղուց աշակերտներից Դավիթի աշխատանքն է, գեղեցիկ աշխատանք է, կողքը Հռիփսիմե եւ Գայանե կույսերն են, որ իրենք քրիստոնեությունը առաջին ուրեմն Հայաստան են եկել եւ տարածել, մեջտեղում Գրիգոր Լուսավորիչն է, շնորհակալություն։ Երբ Մաշտոցը ստեղծեց ոսկեղենիկ տառերը, սկսվեց Աստվածաշնչից թարգմանություններ եւ տարբեր ժողովրդի գրքերից թարգմանություններ։ Մեր հայ ժողովուրդը խանդաղատանքով է վերաբերվել գրքին, գրականությանը եւ ունենք ոչ միայն մեր ձեռագիր մատյանները, հին մագաղաթյա մատյանները, այլև այլ ժողովուրդների պատկանող, եթե մատենադարան մտնենք, կտեսնենք այնտեղ պարսկերեն, հնդկերեն, միջինասիական բանաստեղծ Նավոյի Դումանը եւ այլ հեղինակների թարգմանություններ եւ դրանց արժեքը կայանում է նրանում, որ բնօրինակները կորել են, իսկ մեր հայ մատենագրի աշխատասիրության շնորհիվ, թարգմանության շնորհիվ դրանք պահպանվել են եւ կարող են նորից վերստին լույս սփռել ուրեմն աշխարհին հանդես գալ։ Հայ ժողովրդի ճակատագրի նման մեր գրքերը, մագաղաթյա գրքերը սփռված են աշխարհով մեկ։ Եթե քարտեզին ուշադիր նայենք, չենք գտնի մի վայր, որտեղ մեր մագաղաթյա մատյանները հասած չլինեն կամ նոր գաղթօջախներ չստեղծվին։ Եթե ոսոխը աշխատել է արմատահանել, անել այն գիտության ծառը, չար հողմի պես, այդ նույն հողմի թևերի պես այդ ծիլը թռել եւ ուրիշ տեղ նորից այն գրչության կենտրոնները, որ ավիրել են, մի ուրիշ տեղ նորից հայ ժողովուրդը ստեղծել է նոր կենտրոններ եւ շարունակել զարգացնել։ Ես կուզենայի, եթե կարելի Արուսակ ջան, Վարդգես Սուրենյանցի մի աշխատանքը ցույց տալ, 1-2, եթե ժամանակ ունենք, հա։ Մենք ներկայացնենք Վարդգես Սուրենյանցի աշխատանքը եւ արդեն կցանկանանք նաեւ ծանոթանալ ձեզ հետ, որպեսզի հասկանանք դուք արդեն որոշել եք ինչի մասին եք ստեղծագործելու եւ ինչ հարցեր կան, անցնենք նաեւ հարցերին։ Հիմա գանք Վարդգես Սուրենյանցի, խնդրեմ։ Վերևում որ շնորհակալություն ասեք ջան, վերևում որ նշեցինք ոչնչացրել են ձեռագիր մատյանները, այ Վարդգես Սուրենյանցը 19-րդ դարի վերջ եւ 20-րդ դարի մեր արվեստի երկնակամարում ինքնատիպ ստեղծագործողներից մեկն է։ Նրա զենքը վրցինն էր,
ինքը լինելով հոգևորականի որդի չէր կարող չգիտակցել եկեղեցու լուսավորչական եւ համախմբող ժողովրդի ճակատագրի դերում։ Այստեղ առաջի պլանում ոտնահարված գրքերն են, մեր ձեռագիր մատյանները, մեջտեղում իրենք տեսնում են, չէ՞, խաչքարն է, մեր քրիստոնեության հավատքի խորհրդանիշը։ Նա իդեպ սովորել է Մոսկվայի Լազարյան ջեմարանում, հայրը հոգացել էր, որ նա լավ կրթություն ստանալ։ Հետո շատ սիրում էր նկարել եւ որոշեց Մոսկվայի գեղանկարչության եւ ճարտարապետության ուսումնարանի ճարտարապետության բաժնում սովորել, որտեղ մանկուց Ղրիմում հիշողությունները, ճարտարապետական կառույցները իրեն հարազատ էին, այդ պատճառով էլ այդ ուղղությունը որոշեց։ Եթե այս նկարին ուշադիր տեսնում ենք, այդ ճարտարապետական հմտությունը զգացվում է, թեկուզ ինքը շատ գեղեցիկ ձևով աննշմար է, այստեղ ավելի գաղափարական գաղափարն է ավելի շեշտված առաջի պլան, հետին պլանում վանականի անշունչ մարմինն է, մենք տեսնում ենք սնդուկներ դատարկված։ Վարդգես Սուրենյացը օժտված էր գեղագիտական մակարդակով եւ գաղափարական հագեցվածությամբ գեղեցիկ գործեր ստեղծելու, երբ անցնենք հաջորդ աշխատանքին, Շամիրամն է Արա Գեղեցիկի մոտ, Շամիրամը։ Այս աշխատանքը, երբ Սուրենյանցը մեկնեց Գերմանիա Մյունխենի ակադեմիայում սովորելու, ցանկանում էր ճարտարապետական կրթությունը շարունակել, բայց ընդունվեց գեղանկարչության բաժինը։ Եվ այստեղ նրա մոտ առաջ եկան իր ակունքներին, արմատներին վերադառնալու կարիք, եւ նա վերցրեց մեր պատմիչներից մեկի Ներողեք հիշեմ, ներողություն։ Ագարթաչել, մեր ամենախոշոր մեծ պատմիչը։ Չէ, Եվգեն Վարդանայված, Մովսես Խորենացին։ Մովսես Խորենացու ավանդապատումների վերցնելով Արա Գեղեցիկի եւ Շամիրամի պատմությունը ստեղծեց այս մեծածավալ կտավը, որը հիմա էլ շատ արտիական է։ Եթե Մյունխենում նորաոճ էր հին արմատներին անդրադառնալը, Յունգենստելի նորաոճ մոդայիկ էր դարձել, հայ էկզոտիկ իմաստով։ Սուրենյանցի համար այդպես չէ, դա նրա հոգու կանչն էր վերադառնալ իր արմատներին, ակունքներին։ Եվ սա ինքնանպատակ չի, ինքը զգում էր այդ ժամանակների եւ իր ներկա վիճակի կենսախորհրդանշական փոխկանչը։ Եվ իրենք ծանոթ են այս պատմությանը։ Եթե ծանոթ չեն, կարող են նորից վերընթերցել Լուիզային եւ Հրանուշին, հակարծես, ծանոթ եք ավանդապատմանը Արա Գեղեցիկի եւ Շամիրամի։ Ասեն չկա, հեռացել են։ Լավ, ինչևէ, եթե նրանց կհետաքրքրի, նրանք կարող են նայել, եթե պետք է հակիրճ կարող եմ ներկայացնել։ Չէ, վստահաբար հետո իրենք կծանոթանան։ Հա, այստեղ ուրեմն Շամիրամը արդեն Արան պարտվել է, ուրեմն պատերազմում իր հայրենիքը պաշտպանելու համար արդեն քաջի մահով ընկել է դաշտում եւ Շամիրամը բերել է նրան պալատ եւ այն ժամանակ ավանդություն կար արալեզներ կոչվող կենդանի կային, որ կարող էին վերքերը ուրեմն լզելով ապակինել, բայց դա չի հաջողվում եւ այստեղ Շամիրամի այդ վավաշոտ կնոջ ուրեմն կերպարը, չնայած մեզ օտար է, մեր թագավորը հա մահացել է, մեր երկիրը շատ կորուստներ է կրել, բայց մեզ չի օտարում։ Վարդգես Սուրենյանցը օժտված էր գեղագիտական մագարտակով եւ գաղափարական հագեցվածությամբ գրական նյութի հետաքրքիր մատուցմամբ եւ այս նկարի արժեքը նաեւ արժևորվում է նրանով, որ ոչ միայն պատմական թեմայով է, այլև մատուցման տեխնիկայով։ Այս հետին պլանում, եթե ուշադիր տեսնեք, գորգ է։ Ես մտածեցի, որ կարող եմ այսպեսի ձեզ առաջադրանք տալ, որ նկարիչների աշխատանքներում կան գորգեր, կարպետներ, փորձեք մի քանիսին գտնել եւ դրանք մոտիկից ուսումնասիրել, թեկուզ իմանաք դա էլ է հետաքրքիր։ Եվ մի ուրիշ գործ էլ կա, բայց դա չեմ ներկայացրել, որ էլի
կարպետի վրա է Քրիմյան հայրիկի գործը։ Շնորհակալություն Տիկին Գոհար, այս պահին ուղղակի տեսնենք ինչ հարցեր կան կոնկրետ կարպետագործության վերաբերյալ, ինչ մտքեր կան, ինչ հարցեր կան, որոնք կցանկանան ձեզ հետ քննարկել։ Եթե կան հարցեր, կարող եք հիմա նշել։ Մենք ունենք կարպետների որոշ բաներ, իրենք քիչ են երևի դրա։ Մենք ունենք կարպետների նմուշներ մի քանի, երևի դա ցույց տանք Տիկին Գոհար։ Հիմա ուղղակի դա էլ արագ ցույց կտանք։ Հետո մյուսները գուցե։ Սա եղած ասեմ սրա մասին, քանի էջը բացել, հա, Մագաղաթի Մասյանը, նայեք։ Ուրեմն, ասեք։ Ասեք։ Այս գիրքը, ներողություն ընդհատվեց։ Շարունակեք։ Այս գիրքը ուրեմն Մշոտ Ճառընտիրն է, որը մեր Մատենադարանի ամենամեծ չափի գիրքն է, կողքն էլ երևում է լուցկու տուփի չափ փոքրիկ ուրեմն գիրքը, այդ փոքր չափսի համար նորածին ուլերի հորթի երինջի կաշիներ են օգտագործել։ Մենք այդքան նշեցինք, որ Մագաղաթյա գրքեր, գուցե նրանք չգիտեն այսօրվա գրքերը չեն դրանք հորթի ու երինջի ուրեմն կաշիներից է։ Այս գիրքը մեր ամենամեծ գիրքն է Մատենադարանի, դա 606 էջից բաղկացած եւ այն գաղթի ճանապարհին երկու կանայք, որոնց անունները մեզ չի հասել, որոշում են փրկել այս գիրքը եւ երկու մասի են կիսում, մեկը Մշո Արաքելոջ եկեղեցու բակում են թաքցնում, մյուս մասը վերցնում են։ Գիրքը 30 կիլոգրամանոց էր, ծանր էր եւ այդ գաղթի ճանապարհը շատ դժվար էր, բայց բերում հասցնում են ուրեմն Էջմիածին եւ հետագայում մի լեհ զինվորականի կողմից մյուս մասն էլ է փոխանցվում եւ այդ երկու գրքերը հանգրվանում են մեր Մատենադարանում եւ մեր գազმարարները միացրել են իրար։ Այստեղ ուզում եմ ասեմ, որ նորից շեշտենք հայ ժողովրդի այդ խանդավատանքով վերաբերվելը գրքին, գրականությանը եւ այս գեղեցիկ ընդհանրապես պատմիչները գրել են Մագաղաթի գրքերի վրա եւ այս մեր Մատենադարանում պահվող գրքերի մեջ կան տեղեկություններ իրենց մշակման, հմտությունների, նրբությունների մասին եւ Մշոտ Ճառընտիր այս ես այդ քանդակը չկարողացա նկարեմ Երևանի սրտում Օղակաձև զբոսայգու մոտ կանգնեցված է մի կին եւ այդ աշխատանքը վերնագրված է Վարք Հավերժած, այսինքն այդ կանայք, որ փրկել են, նրանց անունները չի պահպանվել, բայց նրանց վարքը դարեդար ապրում է եւ այդ գիրքը փրկում են ու բերում են Մատենադարան։ Շնորհակալություն, մենք ունենք մի քանի րոպե հարցերի համար, որպեսզի ժամանակը չսպառվի, կխնդրենք ձեզ, եթե ունեք հարցեր, հիմա դիմեք Տիկին Գոհարին։ Մենք կարող ենք նաև կարպետները ցույց տալ, իրենք հետո։ Եթե հարցեր ունեք, խնդրում եմ հարցերը ներկայացրեք։ Հիշեցնենք, որ եթե հարցեր չկան, հիշեցնենք, որ աշխատանքները կարողանալու են ներկայացնել հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 1 ընկած ժամանակահատվածում, բացի այդ այն էլեկտրոնային հասցեին, որով դուք ուղարկում եք հայտը, ինչպես նաև մենք հետադարձ կապ ենք հաստատում, նույն էլեկտրոնային հասցեին կարող եք ուղարկել ձեզ հետաքրքրող յուրաքանչյուր հարց եւ Տիկին Գոհարը ձեզ սիրով կպատասխանի եւ անհրաժեշտ ինֆորմացիան ձեզ կտրամադրվի։ Շնորհակալ ենք, որ այսօր մեզ հետ եք, եւ ուրախ կլինենք տեսնել ձեր աշխատանքները արդեն վիրտուալ ցուցադրության ընթացքում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Գոհար։ Ես եմ ձեզ շնորհակալ։